Դաշնակցության հետ հանրապետականի համագործակցությունը միայն այսօրվա համար չէ։ Դաշնակցության հետ մեր համագործակցությունը ենթադրում է եւ սպասվող, եթե իրոք լինի համագործակցություն, նախ եւ առաջ ենթադրում է ծրագրային, գաղափարական հիմք ունեցող երկարատև համագործակցություն։ Մնում է, որ 2017-ի ընտրությունները յուրաքանչյուրին ցույց տան իր տեղը։ Միգուցե հանրապետական դառնա անդիմություն, եթե ժողովուրդը մեզ ձայն չտա։ Սակայն ինչու է հանրապետական համագործակցում 2012-ին 5% հավաքած Դաշնակցության եւ ոչ թե 30% հավաքած Բարգավաճ Հայաստանի հետ։ Սա այլ ԲՀԿ է, սա ԲՀԿ 2 է։ Եվ մի կուսակցություն է Գագիկ Ծառուկյանով, մեկ այլ կուսակցություն է Ռազգայիկ Ծառուկյանի։ Միքայել Մելքումյանը համաձայն է, հիմա 2012-ը չէ, բացի դրանից անցյալ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո, երբ ԲՀԿ-ից հեռացավ Գագիկ Ծառուկյանը, իրավիճակ է փոխվել։ Խարիզմատիկ լիդեր դու հիմա չունես։ Լուրջ չէ, ազդեցություն ինք ունի, մենք մեր վարկանիշը գիտենք, բայց որ ձև անել, որ ոչ մի բան չի փոխվել, մենք այդ նույն հնարավորությունը ենք, իհարկե ոչ։ Գուցե հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն այլևս հետաքրքիր չէ հանրապետականին։ Հələ մի հատ հարց է, թե ով համար հետաքրքրական կամ անհետաքրքրական։ Միքայել Մելքումյանը գիտի, որ ԲՀԿ-ն այսօր էլ վարկանիշ ունի եւ հաստատ կմտնի 2017-ին ձևավորվելիք խորհրդարան։ Ինքը մոտավորապես կարող է ասել, թե Հայաստանում ինչպես են բաշխվում քվեները։ Այդ 100%-ից են 30-ը փող է վերցնում։ Էմի 30-ը լսում է գյուղապետին։ Էմի 20-ը վարչական լծակն է։ Իդեպ ԲՀԿ-ական պատգամավորը խուսափեց ասել, կշահի Դաշնակցությունը հանրապետականի հետ համագործակցությունից, թե կկորցնի։